Իսկ գիտեք, որ բոլոր մարդիկ ծնվում են սրտում փոքր բացվածքով, բաց օվալ անցքով։ Պտղի համար դա նորմալ է, բայց ծնվելուց հետո այն սովորաբար փակվում է։ 4-ից 1-ի մոտ սակայն չի փակվում եւ մարդը դրա մասին նույնիսկ չի իմանում։ Սակայն որոշ դեպքերում բաց օվալ անցքը կարող է ավելացնել իշեմիկ ինսուլտի ռիսկը, հատկապես երիտասարդների մոտ մինչև 60 տարեկան։ Հենց սա է երիտասարդների մոտ ինսուլտի հիմնական պատճառներից մեկը։ Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս հայտնաբերել այն տրանսկրանիալ դոպլերի պղպջակային տեստի օգնությամբ։ Ինչ է կատարվում հետազոտության ժամանակ։ Դուք հարմար պարկում եք, տեղադրվում է փոքրիկ ներերակային կաթետր, բժիշկը պատրաստում է պղպջակներով լուծույթ, այն արագ ներարկվում է երակով։ Ուլտրաձայնը հետևում է, միկրոպղպջակները արդյոք անցնում են դեպի ուղեղի անոթներ։ Հետազոտությունը կոչվում է տրանսկրանիալ դոպլեր պղպջակային տեստով։ Հիվանդը գտնվում է պարկած վիճակում, տեղադրվում է ներերակային կաթետր, նախօրոք պատրաստվում է պղպջակային լուծույթը, այնուհետև դոպլերի միջոցով գտնում ենք միջին ուղեղային զարկերակը, ֆիքսում ենք և ներերակային ճանապարհով պղպջակները ներարկում ենք, այնուհետև միջին ուղեղային զարկերակի վրա փորձում ենք գտնել միկրոէմբոլիկ ազդակները։ Տևողությունը մոտ 20-ից 30 րոպե, անցավ անվտանգ և առանց ճառագայթման։ Դրաները միկրոէմբոլիկ ազդակներն են, որոնք վալսալվայի ժամանակ ավելի մեծ քանակությամբ եղան, որը վկայում է սրտի բնածին արատի, բաց օվալ անցքի մասին և աջից ձախ մեծ շունտի մասին։ Այս եզակի հետազոտությունը իրականացնում է Լուսինե Մարտիրոսյանը, ընդհանուր և անոթային նյարդաբանը մերկաթվածի թիմի ղեկավարը, որը իր մասնագիտական կրթությունը ստացել է Շվեյցարիայի Բեռնի համալսարանում և ունի կաթվածի եվրոպական մագիստրոսի որակավորում։ Եթե ունեք գլխապտույտներ, գլխացավեր, անհասկանալի նոպաներ կամ կաթվածի ռիսկի գործոններ կամ տարելեք ինսուլտ երիտասարդ տարիքում, անպայման գրանցվեք նյարդաբանի խորհրդատվության և հետազոտության համար։ Մենք կհասկանանք պատճառը և կներկայացնենք ձեզ համար ճիշտ ճանապարհը։